Հավաքը ըստ էության Արինբեշտ փողոցի անմխիթար վիճակի մասին է։ Փողոցը բավականին երկար ժամանակ է գտնվում է այս վիճակում։ Ընթացիկ երևի կտեսնեք ինչ վիճակ է։ Խնդիրը նրանումն է, որ այս ամբողջ ժամանակահատվածում, քանի որ փողոցը տնտեսական նշանակություն ունեցող, այստեղ բազմաթիվ հիմնարկություններ, գործարաններ կան, եւ այդ գործարաններին սպասարկում են մեծ տոննաժով մեքենաներ, հա, դրա պատճառով հիմնականում փոսեր է առաջացել եւ ամեն եղանակային փոփոխություններից հետո, հա, այդ գարուն ամառ եւ այլ ավելի խորանում է։ Ընթացիկ ամեն անգամ դիմել ենք պետական համապատասխան մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, բայց առ այսօր արձագանք չկա։ Վերջի վերանորոգումը, եթե չեմ սխալվում, կատարվել է մոտավորապես 10 տարի առաջ, թե մեր մեջնորդությամբ, թե քաղաքապետարանի, ոնց որ 50-50 տարբերակով։ Տեսեք, մի հատ ցուցանիշ ասեմ, որը արդեն դրագրի։ Կայրանից մինչև Արցախի փողոցի վերջը, Արինբերդի սկիզբը, կազմում է մոտավորապես 4-ից 5 կիլոմետր։ Մենք գալիս ենք այդ հատվածը այնքան ժամանակում, ինչքան որ բարձրանում ենք այս 980 մետրը, մոտ 1 կիլոմետրը։ Այսքանն եմ ուզում բանել եւ մի հատ էլի կարևոր խնդիր կա, դա տրանսպորտի խնդիրն է։ Բնականաբար, չգիտեմ, երևի այս վիճակից ելնելով է թե ինչա, այստեղ ընդամենը աշխատում է մի հատ 48 համարի ավտոբուս, որը Զավարյան փողոցից, եթե չեմ սխալվում, ընդամենը 2 հատ ավտոբուս է, Զավարյան փողոցից մոտենում է այստեղ եւ չի հասցնում սպասարկել քաղաքացիներին, աշխատողներին եւ այլն։ Շատերը մեր մոտ աշխատանքի չեն ուզում ընդունվել, հա, հենց այդ տրանսպորտի պատճառով։ Այսքանն եմ ուզում ասել, եթե իշխանությանը դիմել եք երբևէ։ Անձամբ ես քաղաքապետարանին նամակ եմ ուղարկել, որի մեջ նշდა 23-ին էլ էր, 24-ին էլ մեքենան էլ դրա պատճառով վթարվել էր։ Ինձ գրավոր պատասխան է եկել 25 թվականի առաջի կիսամյակին նախատեսել ենք վերանորոգման աշխատանքների փուլի մեջ ներառել Արինբերդի փողոցը։ Առ այսօր ոչ մի պատասխան այլ չունենք ստացած։ Այսինքն այս փողոցը միշտ այսպես ակտիվ վիճակում է, այս մեքենաները անդադ գնում գալիս են, խցանումները դրանով է պայմանավորված, որտեղ մենք էլ դժվարությամբ կարողացանք հասնել։ Այդքան խցանում չկա, ինչքան այդ մեծ փոսերի մասին է խոսքը։ Տեսեք, այստեղ եթե ուշադիր եղաք, այս մի քանի րոպեում բազմաթիվ մեծ տոննայով, հա, տոննաժանոց մեքենաներ են անցել, 40 եւ ավել տոննանոց։ Ես նույնիսկ այն ժամանակ 10 տարի առաջ, երբ որ վերանորոգումը գնում էր, քաղաքապետարանի ներկայացուցիչն էլ փոխվել, այս մասում վերանորոգումը ասֆալտապատում է, այսինքն պետքա սովորականի նման չարվի, նա պետքա բետոնային տարբերակով արվի։ Որովհետև սովորական տարբերակ այդ մեքենաներին չի օգնելու, ինքը ուշ թե շուտ 1 կամ 2 տարի քանդվելու է։ Կապված ռելիեֆից եւ այլն։ Երկայնքով, նախ այստեղ ինչ գործարան, ինչ է գտնվում։ Տեսեք, բազմաթիվ գործարաններ կան մեծտեղ։ 100-ից ավելի տնտեսվարողներ կան, մեծ ֆիրմաներ կան։ Նույնիսկ մաքսատունն աստեղ։ Դրսից եկող մեքենաները, որ արտասահման եկող մեքենա, պարսկական ավտոները, ռուսական մեքենաները գալիս են այստեղ բեռնատարները։ Ոնց որ ասած, սա մեր դեմքն է, այս ճանապարհը մեր դեմքն է։ Հիմա մենք մեր դեմքն ենք ցույց տալիս։ Մեծ տնտեսվար։ Տեսեք, այստեղ ունենք որ Ավինյանը ասում էր, ասեք կանենք, այն ասեք։ Ավիանին դիմել են քաղաքապետարան, աշխատակազմին ենք դիմել, թաղապետարանն ենք դիմել եւ այստեղ ունենք վարչապետին դիմաց 24 թվականի դեկտեմբերին ենք վարչապետին դիմել, մինչև առ այսօր հələ պատասխան չկա։ Ռեալ պատասխան չունենք տված։ Ինչ խնդիրներ է առաջացնում այս հատվածը եւ փոսերը եւ մնացած։ Տեսեք, տնտեսական հարցերը դա կախված է։ Շատ տնտեսվարողներ ճանապարհի պատճառով լքում են, տարածքը դուրս են գալիս։ Ճանապարհը մեծ նշանակություն ունի արտադրողների, արդյունաբերողների համար։ Այստեղ ճանապարհի պատճառով մարդիկ դուրս են գալիս տեղից։ Տնտեսվարողների մի մասը հրաժարվում են։ 15 րոպե բեռնափոխադրում արագացնում եք, դանդաղացնում եք։ Ամենը չէ, Տեսեք, փորձեք կանգնեցնենք այս դրսից եկող մեքենաներին
ներմուծվող մեքենա հարցրեք, տեսեք ինչ ճանապարհ է։ Մարդիկ 10,000 կիլոմետր ճանապարհ հասնում են, մի կիլոմետրը 2 ժամ է տևում մինչև մտնում են մաքսատուն։ Վերջին աշխով բեռնատարի համար հավատացեք համարյա միևնույնն է, ինքը այն բարձրության վրայի մեքենայա, որ իր համար այդ անցնելը փոսը կլինի չի լինի, համարյա նույնն է, բայց մյուս բոլոր ղեկավար անձնակազմը, տրանսպորտը, աշխատակիցները, որոնք պետք է գնան գան, իրաց համար լուրջ խնդիր է։ Սա է։ Եվ երկրորդը վերջին աշխով այս ամբողջ փողոցում, այդ որ ասացինք տնտեսական նշանակության բան է, որ 100 եւ ավելի լուրջ ֆիրմաներ են աշխատում, ինքը ինչ-որ չափով նաեւ պատկերն է մեր, հա, բիզնես ռելեֆային մեր բիզնես կյանքի։ Քաղաքապետարանը տրանսպորտի միջև է։ Քաղաքապետարանը տրանսպորտի վարորդը չի ներկայացնում ճանապարհի մասին խնդիրը։ Կամ շտապ օգնությունա գալի կամ հրշեջ ծառայություն մեքենա գալի, դրանք չեն տեսնում այս ճանապարհը։ Մենք չպետք է ասենք, որ ճանապարհը վատն է։ Իրանք պետք է ներկայացնեն, չէ՞, իրանք իր աշխատողը պետք է գնա ներկայացնի, որ ճանապարհը քանդված է, վատն է։ Նա սանիտարական վիճակը տեսեք, հələ խնդրում եմ այնտեղ տեսեք, ինչ վիճակ այնտեղ։ Լուսավորություն չկա, գիշերային լուսավորություն չկա, այս բոլոր մեքենաները մինչև հասնում են այստեղ, խոսքը Արինբերդի 6 հասցեից մինչև 62 հասցեն է։ Դեցի կրուգից սկսված մինչև այս վերև բարձան 62 հասցեն, մոտ 1 կիլոմետր տարածք կան համեն։ Գործարանը հետնյութային ճանապարհ չկա։ Լավ, չէ, ես չեմ Երևանի վարչական տարածքն է։ Երևանի քաղաքապետի հետ հանդիպել եք, խոսել եք։ Չէ, չնասած չի եղել։ Ներեք, ես մի բան ասեմ, ես իմ սեփականությունն է, էլի, ուրեմն այդ փուրեք ենքան են անցել բծաներ են, որ իմ կանազյացան ճանապարհի մեջ փլվել է, էլի, նորից քանդել ենք, բերել ենք սարքել, քաղաքապետարան 10 անգամ զանգել եմ, բա մենք պլանի տակ է, հեսա գալու ենք սարքենք։ Էդի երբ են վերջի անգամ ասել։ Վերջի անգամ մի շաբաթ առաջ։ Զանգել եմ։ Որ այս անգամ իրականացել։ Вообще չունեմ հույս, որ կգանցնեմ մի բան կանեմ։ Ինչի վստահություն չկա, որտեղ մի քանի անգամ խաբել են։ Խապում են, միշտ է խապում են։ Ես 2 տարի է զանգում եմ, ասում եկեք սարքեք, ես գումար ենք մտնում, փուրեք են գնամ, ստե ես իմ բան ճանապարհը էլի։ Հա։ Դե չեն անում։ Վստահությունը որն է, փաստը հեսա։ 8 տարիներ շարունակ, փաստը հեսա։ Խապել, չխապել է հայական չի։ Մեր մոտ մենք կանգնած ենք հենց հիմա փաստի առաջ։ 23 թվականից մարդիկ անընդհատ դիմում են ու այդ հարցը լուծում չի ստանում։ Ճանապարհը տեսնում եք ինչ վիճակում է։ Վստահության մասին խոսք է այլևս։ Բնականաբար իրենք էին ասում, ասեք կանեք։ այս բողոքի ակցիան հենց սրան է վերաբերվում, որ այս ճանապարհը վերանորոգվի։ Ես ինչքանով հասկացա դիմելու տարբեր ակցիաներին դիմելու որևէ արդյունավետություն այս մարդիկ չեն տեսել։ Ես քեսից եմ միացել իրանց, բայց ամեն դեպքում ճանապարհը միանշանակ վերանորոգման ենթակա է, գալիս են որակում են, որ հիմնովին պետքա վերանորոգվի ու թողնում գնում։ Ահա ու փաստը օրինակ Տիգրան Ավինյանը եկել է այստեղ։ Չէ, Չեմ տեսել։ Չեմ տեսել։ Եթե չեմ սխալվում, մինչև Խաշորինի մոտ բացում էր, վարչապետն է եկել, բայց այնտեղ է առաջացել։ Այս կողմ չբարձրացավ, որ բարձրանար միգուցե եւ կտեսներ, էլի էս ամեն ինչը։ Մեկը իրեն ասաց, որ բարձրանա վերև։ Չէ, մենք փորձում էինք ասել, են էլ մեզ տենց միջամտեցին, չթողեցին մոտ առաջանանք։ Այսինքն չեն թողել Նիկոլ Փաշինյանին մոտենակ։ Այո։ Ընդհանրապես տենց։ Իսկ ինչ վերաբերում է թաղապետարանը, քաղաքապետարանը տեղյակ է թե չէ, թաղապետարանն էլ է տեղյակ։ Ոչ մեկ ուղղակի ոչ մի տենց արդյունավետ խորհուրդ կամ ինչ-որ մի բան չի ասել, որ այսօր կկանենք, չգիտեմ, մի տարի սպասեք, 10 օր սպասեք։ Ժամկետ չեն տվել։ Որոշակի ժամկետ չի տրվել։ Թեժ գծերը, եթե իրանց թեժ գծերը նայեք, ինձ թվում է պետք է վառված լիներ այդ հեռախոսներն ու գծերը։ Այնքան զանգեր է գնացել։ Իրանք լավ էլ տեղյակ են այս ամեն ինչից։ Ձեր պահանջը հիմա ինչու՞ն է կայանում։ Մեր պահանջը մեզ մի քիչ ոնց որ ասած լավ աշկովնային, հա, սենց ասած, այս փողոցը
Սրա նպատակն է, որ անպատասխան իրավական համակարգը, թաղապետարան, քաղաքապետարան եւ այլն, կոնկրետ ժամանակահատվածը, որը ինքը նախատեսել է 2025 թվականին, որը մեծ նամակներով պատասխանում է, որ 25 թվականի բյուջեի մեջ կա, այդ 25 թվականի բյուջեն մեծ կոնկրետ ժամանակով ասի երբ է սկսվում, երբ է վերջանալու եւ ինչ կառուցվածք ունենալու է շինարարությունը։ Ուզում ենք հենց այ դրա պատասխանը իմանալ։ Հասկանանք երբ, էլի են պատասխանում, ես չեմ ասում չեն պատասխանել։ Կոնկրետ մի քանի անգամ բոլորից պատասխանվել է 25 թվականի բյուջեի մեջ նախատեսվել է։ Խնդրում ենք կոնկրետ ասեք երբ, ինչքան է տևելու, ինչ ընթացակարգ կա ունենալու։ Մեր կարող են բանավոր պատասխանեն, կարող է գրավոր պատասխանել եւ մենք այդ ամեն ինչին կարողանանք հետևել։ Ամբողջ խոսակցությունը սրա մասին։ Հիվանդանոց տանող ճանապարհը չէ, այդ առումով եւս շատ Չէ, հիվանդանոց նո այն Երևանի մասիվ դեպի բանով կա, բայց նա շատ վաղուց քանդված չօգտագործվող ճանապարհ է։ Հիմնական խնդիրը ավելի շատ արտադրական հիմնարկների, սպասարկումն է։ Մենակ էս 1 կիլոմետրը չի, դեպի Արինբեշտը ցեկվում է դեպի այն կողմ, Աչով նոր թաղամասը, այդ նոր թաղամասում էլ, այո, Այս բանը բռնի տեղանված բարեկամներն են, ապրում նոր տնակները եւ իրանց մոտ էլ այդ խնդիրները կա, նա ավելի հեռու է փաստորեն այս հատվածից եւ այդ նոր մի առաջ ասացի տրանսպորտի խնդիր կա, այդ տրանսպորտի խնդիրը կրկնագի բարդացել է նաեւ իրանց համար այդ գնալ գալու process-ը, հնագվելու process-ը։ Ինչ-որ ստորագրություններ եք հավաքել, հա, այստեղից տեսեք։ Ժամանակին այո, հավաքել ենք, նույնիսկ հիմա ենք պատրաստվում էլի ստորագրահավաքով դիմենք քաղաքապետարանին կամ թաղապետարանին եւ եւս մեկ անգամ սպասենք իրենց պատասխանին։ Ուղղակի արդեն ժամանակ այնքան էր ցկցկվել, որ մտածեցինք, որոշեցինք այս կարգի, որ բան միջոցառում կազմակերպենք, որը մեր կարծիքով ավելի ակտուալ կլինի, գործողությունը ավելի նպատակասնարար կլինի։ Օր առաջ պետք է վերանորոգվի, կարճ ասած, այսինքն այստեղ այլևս sense հնարավոր չէ, այս ճանապարհի անբարեկարգ վիճակից նաև փոշու օդի Դա ճանապարհից է գալիս։ Սանիտարահիգենիկ վիճակը բացարձակ բացակայում է։ Նկարեցիք ովքեր լրիվ ճանապարհ լիներ, մայթերը լավ վիճակումներ, նախինուց դες ծառեր կա, տեսեք հիմա ծառերը կան, բայց այս ծառերի հետ հետևելը, կանոտ փոշին չի թողում թթվածինը եւ ծառը շնչի, բնականաբար ինքը այդ էֆեկտը չի տալու, չորանալու է։ Բնությունը նենց ամեն ինչ իր շահկապած է, գիտեք։